Օրեր առաջ Ավան առինջում գործող այս առևտրի կետում կատարվածը խանութի աշխատողները միայն ֆիլմերում էին տեսել։ Ապրիլի 29-ի երեկոյան մի երիտասարդ հաճախորդ էր ներս մտել, վաճառասրահից արևածաղիկ վերցրել, մոտեցել էր գանձապահին, վճարել և երբ մանրը վերադարձնելու համար գանձապահը բացել էր դրամարկղը, երիտասարդը դանակի սպառնալիքի տակ դրամարկղից բացահայտ հափշտակել էր 210,000 դրամ և դիմել փախուստի։ Փորձել էին բռնել, բայց չէր հաջողվել։ Ոչ ոք այդ օրը ոստիկանություն չէր դիմել, սակայն հաջորդ օրը կատարվածից շփոթված ու հուզված գանձապահը ոստիկանության Ավանի բաժանմունք էր եկել և դեպքի կապակցությամբ հաղորդում տվել։ Ես փորձում էի դարակը հետրել, ինչքան հնարավոր էր հետրել ձեռքերի վրա, բայց ինքը իր գործը վերջացնելուց հետո փախավ։ Փորձեցինք հետևից վազել, բայց չհասանք։ Շատ արագ տեղի ունեցավ, մոտ վայրկյաններ էր, արագ հասցրեց փախնել։ Կնոջը լսելուց հետո ոստիկաններն անհապաղ առևտրի սրահ մեկնեցին, ուսումնասիրեցին տարածքը, զրուցեցին գանձապահների հետ, հարցումներ արեցին բնակիչների շրջանում։ Ոչ ոք ոչինչ չէր տեսել, բայց կար մի աչք, որ այդ օրն անթարթ ոչ միայն հետևել, այլև տեսագրել էր խանութի ողջ տեղաշարժը, այդ թվում և նրան, ում ոստիկանները փնտրում էին։ Տեսաձայնագրող սարքերի շնորհիվ շուտով իրավապահների ձեռքի տակ էր կասկածյալի նկարը, և որոնողական աշխատանքները նոր թափ ստացան։ Չնայած խանութի տեսախցիկները ֆիքսել էին կատարածը, սակայն Ավան թաղամասում նման արտաքին նկարագրով անձ հայտնաբերել չհաջողվեց։ Տեղեկություններ ստացանք այն մասին, որ նշված հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Առինջ գյուղի բնակիչ Ոմն Ստեփանը։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ մայիսի 2-ին Առինջ գյուղից հայտնաբերեցինք Ոմն Ստեփանին և բերման ենթարկեցինք ոստիկանության Ավանի բաժանմունք։ Կատարվածն ապշեցուցիչ էր, այդ տարիքում այդպիսի հանդգնություն։ Խեմուշկա եմ վերցել, մոտեցել եմ կասին, փող եմ տվել, կասեն բացվել է, դանակը հանել եմ, փող եմ վերցել, գործելու փախել։ Ոստիկանության աշխատակիցների աշխատանքից գոհ էր խանութի գանձապահը, որը ծանր տպավորություններից դեռ չէր կարողանում ազատվել։ Շնորհակալություն եմ հայտնում ոստիկանության Ավանի բաժանմունքի աշխատակիցներին, որ այսպիսի կարճ ժամանակում բացահայտեցին դեպքը։ Գողոնը և դանակը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ։ Ոստիկանության նոր-նորքի քննչական բաժնում քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Նախաքննությունը շարունակվում է։